Ֆակտորիեմը գրել է՝ ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու, կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք։ Ֆակտորիեմի հետ զրույցում ասել է Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Նշենք, որ արդեն 2 օր է ողջ հասարակությունը սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանն ու այն հրապարակային ներկայացնելուն։ Վաղը սպասելու է Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին։ Այս մասին իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով մեր քաղաքը դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի լռության արձագանքներին։ ՀՀԿ-ական գործիչը նշել է՝ այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ, մի խումբ փողով գործիքներ ու գործիչներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով։ Նշենք, որ Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին հայտարարել են արդեն Իմ հզոր համայնքը և Մայր Հայաստան քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը։ Մարտուն Գրիգորյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, միայն նշելով՝ «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է»։ Հրապարակեեմն էլ գրել է՝ մի ողջ երկիր անհամբերությամբ սպասում է մեկ մարդու որոշման, և այդ մեկ մարդը Մարտուն Գրիգորյանն է, Գյումրիի ընտրողների 15%-ից ավելի ձայները ստացած ընտրացուցակի առաջնորդը։ Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանն առաջադրվել է «Մեր քաղաքը» դաշինքով, որը ձևավորվել է 2 կուսակցության՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ Նրա ղեկավարած դաշինքը ստացել է 6 մանդատ, և քանի որ ՔՊ-ն ընդամենը 36% ձայն է ստացել և ինքնուրույն չի կարող իշխանություն ձևավորել, իսկ ընդդիմադիր ուժերը միավորվելու դեպքում կարող են Գյումրիում իշխանություն վերցնել, ուստի կարելի է ասել ամեն ինչ կախված է մեկ մարդուց՝ Մարտուն Գրիգորյանից, որն ընդհատակ է անցել։ Մենք արդեն գրել ենք, որ մեր լրագրողը նրա շտաբում էր, իսկ ինքը չկա և հայտնի չէ, թե որտեղ է։ Գյումրիի հրապարակեեմի աղբյուրներն ասել են, որ շատ բարդ է լինելու Վարդան Ղուկասյան Մարտուն Գրիգորյան միավորումը, և դա ի սկզբանե էր հայտնի, որովհետև նրանց միջև արյան վրեժ կա։ Երկար տարիների թշնամանքն այնքան է խորացել, որ քաղաքական դաշտում չեն այս երկու անձանց միջև հակասությունները, այլ միջանձնային և միջկլանային։ Ընդ որում, եթե Վարդան Ղուկասյանն ավելի շատ է հակված համագործակցության, Մարտուն Գրիգորյանի վիճակն ավելի բարդ է։ Բանն այն է, որ նրա մեծ ազգուտակը, որը մեծ աշխատանք է կատարել նախընտրական փուլում և մեծապես նրանց շնորհիվ է նաև Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ ստանձնել, շատ կտրուկ են տրամադրված։ Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, գուցեև գնար քաղաքական կոմպրոմիսի հանուն Գյումրիում իշխանափոխության և ՔՊ-ի պարտության, սակայն ազգուտակը կատեգորիկ է դրել հարցը կամ մենք, կամ Վարդանի հետ համագործակցությունը, և հիմա խնդիրը ոչ այնքան Մարտուն Գրիգորյանին, որքան նրա ազգուտակին, հորը, բարեկամներին, մերձավոր շրջապատին համոզելու մեջ է։ Մեր տեղեկություններով այս անհաղթահարելի խոչընդոտը հեռացնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տանում Արթուր Վանեցյանը, տարբեր անհատներ ևս։ Բայց խնդիրը բարդ է, մանավանդ իշխանությունն էլ ձեռքերը ծալած չի նստել, կրակի վրա յուղ է լցնում և հրահրում երկու ընդդիմադիրների կոնֆլիկտը։ Տեղեկացնենք, որ Մարտուն Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 18-ին Գյումրիում, 2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը, մասնագիտությամբ տնտեսագետ։ 2001-ից 2003 թվականներին եղել է տրանս ակնթարթ ՍՊ աշխատակազմի ղեկավար, 2003-ից 2007 թվականներին նույն ՍՊ նախագահ, միաժամանակ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայ ավտոկայան ՓԲԸ Գյումրու ավտոկայանի պետի տեղակալ։ 2006 թվականին ընտրվել է Շիրակի մարզի ՄՇամարտի ֆեդերացիայի նախագահ, 2007 թվականին Շումանի հիմնադրամի հրավերով ղեկավարել է կամավորական շարժման հայ ակտիվիստների այցը Լեհաստան, 2015 թվականին հիմնադրել է «Հանուն Գյումրու» և «Գյումրեցիների հասարակական կազմակերպությունը»։ 2009-ից 2015 թվականներին եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 2007-ից 2012 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր։
Վարդան Ղուկասյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ «Իմ ձայները բոլորից բարձր է, ես չգիտեմ աշխարհում նման բան, որ ովքեր որ շատ ձայներ են ունեցել, գնան միանան քիչ ձայներ ունեցողին, հետո և Կարենը և Ռուբենը միացել են ինձ, մենք սպասում ենք իրեն՝ Մարտունին»։ Այս մասին Գյումրիում ասուլիսի ժամանակ հայտարարել էր Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանն արձագանքելով հարցին, թե արդյոք պատրաստվում է մնացած ընդդիմադիր ուժերի հետ գնալ կոալիցիայի։ Հարցին միավորվելու դեպքում փոխքաղաքապետի ու վարչության պետերի պաշտոնները կտա մյուս ընդդիմադիր ուժերին, թե միանձնյակ կառավարեն, Ղուկասյանն ասել է՝ փոխքաղաքապետի պաշտոնը ոչ, մնացած պաշտոնները պատրաստ է տալ։ Ղուկասյանը նաև նշել է՝ Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան։ Ինչ սեփականություն որ իրենք հիմա ունեն, և ոչ միայն իրենք, իր հորեղբայրները, թաղի ժողովուրդը և մնացածը, քաղաքում ով ուզեցել է ներդրում անել, ես չեմ նայել, թե սա իմ ընդդիմությունն է կամ չգիտեմ ինչ է։ Բոլորին, ինչ կա այս քաղաքում, իմ տվածն է։ Այսինքն կարող է դաժե որևիցե մեկի հորեղբայրը լիներ քաղաքապետ, ինձ պես առատաձեռն ու սատարող չլիներ, ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն Մարտունենց նկատմամբ, ասել է Ղուկասյանը։